Գայանեն որդուն երկրորդ պատվաստմանն է բերում, 3,5 ամսական Արթուրը ճիշտ ժամանակին է պատվաստումները ստանում, մայրը չի հասկանում դրանցից հրաժարվող ծնողների տրամաբանությունը։ Պարտադիր է անպայման է նույնիսկ պատվաստումները անել ճիշտ ժամանակին, որովհետև դա երեխայի կյանքի հարց է։ 3 օր երեխան ջերմի, բայց 9 առողջ երեխա քան հետագայում մեծ խնդիրներ լինեն։ Վարակներից, վիրուսներից եւ տարատեսակ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Բժշկությունն առայժմ դրանից արդյունավետ մեթոդ չի գտել։ Տարածում գտած կարծիքը, թե պատվաստումը սպանում է երեխայի իմունային համակարգը, թյուր է։ Օրգանիզմի դիմադրողականությունը շատ ավելի վնասվում է հիվանդություններից ու դրանց բուժման ժամանակ կիրառվող հակաբակտերիալ դեղամիջոցներից։ Կանխարգելիչ պատվաստում, հենց անունը ինքը հուշում է կանխարգելիչ։ 2 տարի առաջ պատվաստումների հիմքը դրեց Զեները բնակչությանը բնական ծաղկից փրկելու համար։ Հիմա Հայաստանում պատվաստումները ծննդատնից են սկսում։ Առաջին օրը տուբերկուլյոզի դեմ են պատվաստում, ապա 1,5, 3 եւ 4,5 ամսականներում կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, պոլիոմելիտի, ռոտավիրուսի դեմ։ Կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստանյութն էլ 1 տարեկանում է ներարկվում։ Սեպտեմբերի 16-ից մեր երկրում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող պնևմակոկային վարակների դեմ նոր պատվաստանյութ է ներդրվելու։ Սրանք բավական լուրջ հիվանդություններ են առաջացնում։ Ամենածանրը, որի դեմ մենք փորձում ենք այսօր վերահսկենք այդ հիվանդությունները, դրանք ուղեղի թաղանթի բորբոքումն է, մենինգիտները, թոքաբորբերը, որոնք ի դեպ մանկական մահացության հիմնական պատճառն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է պնևմակոկային մենինգիտի մոտ 1 միլիոն դեպք, որից 200,000-ն ավարտվում են մահացու ելքով։ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում վարակի պատճառով մոտ 20 դեպք է լինում։ Անհանգստացող ծնողներին Գայանե Սահակյանը տեղեկացնում է, նոր պատվաստանյութից միայն շատ թույլ ջերմություն է բարձրանում, 20-ից 1-ի մոտ, միայն 1 օր։ Շատ անշարժ պատվաստանյութ է։ Մեր պատվաստանյութերը պահվում են հատուկ սառնարանում, որտեղ ջերմաստիճանը մշտական պետք է լինի 2-ից 8 աստիճան, այս պահին կան ջերմաչափեր, տեսեք այնտեղ 4 աստիճան է, որը թույլատրելի է համարվում, որպեսզի վակցինաները չվնասվեն։ Պատվաստանյութի որակին ամեն օր են հետևում, դրանք պատահական երկրներից ձեռք չեն բերվում։ Անվճար պատվաստանյութերը նույնպես եվրոպական արտադրության են, բարձրակարգ։ Գնվում են պետության կողմից եւ նրանք բոլորը կարող եմ ձեզ հավաստիացնել, որ եվրոպական երկրի են, այս պահին բելգիական պատվաստանյութեր են։ Հայաստանում պատվաստումներից հրաժարվողները քիչ են, բնակչության 93-ից 94%-ը պատվաստած է, կտրականապես հրաժարվողները հիմնականում 3-ից 4% են կազմում, մնացած 3%-ը չպատվաստված կամ թերի պատվաստվածներն են, ովքեր կամ հակացուցում ունեն, կամ բացակայում են հանրապետությունից։ Պատվաստումների հետևանքների վերաբերյալ շրջանառվող պատմությունների մեծ մասը բժիշկները հեքիաթ են անվանում, ինչպես ցանկացած դեղի պարագայում պատվաստանյութի ներարկման ժամանակ էլ կարող են առաջանալ ջերմություն, սրսկման տեղում կարմրություն, այտուցվածություն, բորբոքում, անհանգստություն։ Շատ հազվադեպ, միայն 1 միլիոն պատվաստվող երեխայից 1-ի մոտ կարող է գրանցվել մահ։ Համեմատության համար Գայանե Սահակյանը նշում է, որ սովորական ցավազրկողից եւս կարող է անաֆիլակտիկ շոկ առաջանալ։ Պատվաստանյութից եւս կարող են չսպասվող ռեակցիաներ առաջանալ, կոնկրետ անաֆիլակտիկ շոկ։ Եթե անաֆիլակտիկ շոկը զարգանա եւ անհետաձգելի օգնությունը ուշանա, կարող է մահ զարգանա, բայց բարեբախտաբար այսքան տարիների ընթացքում վերջի 10 տարվա ընթացքում մենք անաֆիլակտիկ շոկի կամ անաֆիլակտոիդ ռեակցիայի որևէ դեպք չենք ունեցել։ Վերջին 10 տարում պատվաստումից մահվան դեպք Հայաստանում չի եղել, բայց այդ չպատվաստվելու հետևանքով վերջին 2 տարում 2 մահ է եղել։ Ունեցել են կապույտ հազից 2 մահվան դեպք վերջի 2 տարվա ընթացքում, որ երեխան եթե պատվաստված լիներ, պատկերացրեք անգամ 1 դեղաչափ ստացած լիներ, այդ դաժան ելքը չէր գրանցվի։ Մեկ դեպքում երեխան 2 ամսական էր, մյուս դեպքում երեխան 3 ամսական էր։ Մասնագետները վստահեցնում են, վերջին տարիներին Հայաստանում ներդրված բոլոր պատվաստումներից հետո շոշափելի արդյունքներ են գրանցվել, վարակները էականորեն նվազել են։ Տուբերկուլյոզ, հեպատիտ B, փայտացում, կապույտ հազ։ Այս բարդ հիվանդությունների դեմ բժշկությունը պայքարում է հիմնականում պատվաստումների միջոցով։ Դրանք պետք է անել ճիշտ ժամանակին։ Այսօր ձեր երեխային մի քանի օրվա անհանգստություն պատճառելով դուք նրան փրկում եք վաղվա ավելի մեծ վտանգից։ Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։